Բարև ձեզ մեդիա-հաբի հարգելի հետևորդներ, այսօր մեդիա-քասթ հաղորդման իմ հյուրն է Հայ-ԱԿՖ միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։ Բարև ձեզ, պարոն Սողոմոնյան։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ, որ հրավիրել եք։ Եվ այսպես անդրադառնանք Ավետիք Չալաբյանի ձերբակալմանը, այնուհետև կալանավորմանը։ Մեղադրանքին ինքս կոնկրետ չեմ ուզում անդրադառնալ, որովհետև Ստալինը ասում էր գտեք մարդ, մեղադրանքը ինքնին կգտնվի, այլ անդրադառնանք մոտիվացիային, նպատակին, ինչ նպատակով են կալանավորում, ինչ են ուզում ասել, ում են ուզում ասել եւ այս կալանավորումների շղթան, ձերբակալությունների շղթան, մեղադրանքների առաջադրումների շղթան, ի վերջո ուր են մեզ հանգեցնելու, միթե մենք վերածվում ենք մի պետության, որտեղ գալու է մի օր, որ անազատության մեջ գտնվող քաղաքական գործիչները գուցե ավելի շատ լինեն, քան ազատության մեջ գտնվողները, որտեղ բոլորս էլ այսօր կանգնած ենք այն եզրին, որ յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր առավոտ կարող են գալ մեր հետևից եւ մենք դառնանք բանտարկյալ, այսպես ասած։ Իհարկե։ Ես տան անդամներին եմ ասել, արդեն հոգեպես պատրաստվել ենք մենք այդ ամեն ինչին, որ հանգիստ եղեք, խոճապի մի մատնվեք, ամեն պահի, ամեն վայրկյան, հավանաբար առավոտը շուտ, դա էլ կարծեմ 30-ականների գործելակերպն է, չէ՞, ընդունված, որ շենքի ապրողների, մարդկանց վրա, հարևանների վրա մի հատ այդպես սարսափազդու տպավորություններ թողնեն, այդ լավագույն ավանդույթները չակերտյալ փաստորեն այսօր շարունակվում են, երբ որ առավոտ շուտ մարդկանց, ասենք, տանից, անկողնուց քարշ են գալիս, այդպես, հա, որպես հանցագործներ, որպես չգիտեմ ինչեր, այդպես տանում են։ Նպատակը մեկը չի, մի քանիսն է բնականաբար, առաջի կարևորագույն նպատակը, որ հասկանում ենք, քանի որ փաստացի մեր երկիր ինքնիշխան երկիր չի, փաստացի ինքնիշխան չի, թղթով դե յուրե ինքնիշխան ենք, բայց փաստացի ինքնիշխան երկիր չի, կառավարվում է այնպես, ինչպես որ թելադրում են։ Այս պահին ղեկավարման սանձերը, այսպես ասենք, ցավոք սրտի գտնվում են Բաքվում եւ Անկարայում, եւ Բաքվից անմիջապես հրահանգներով կառավարվում է, պատահական չէր, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի են չարաբաստիկ որոշման օրը Հիկմետ Հաջիևը այստեղ էր գտնվում եւ դա կառավարման դրսևորում է հանդիսանում։ Եվ այդ կառավարման համատեքստում ինչ են հանձնարարում Նիկոլ Փաշինյանին, հանձնարարում են, որպեսզի ստեղծվի մի այդպիսի վիճակ, որ Ալիևյան սահմանադրությունը Հայաստանում առաջիկայում անցկացնեն շատ հանգիստ առանց ընդվզումների եւ որպեսզի ընդվզումներ չլինեն, պետք է հարվածներ հասցնեն տարբեր քաղաքական ուժերին, ազդեցիկ մարդկանց, ովքեր քաղաքական միտք են գեներացնում, խոսում են, ասենք, ինչի է այսօր Արմեն Աշոտյանը բանտում, հա, մեր երկրի քաղաքական համակարգի այսպես միտք գեներացնող մարդկանցից մեկը Արմեն Աշոտյանն է, ենթադրենք, հա, ինչի են տարբեր գործիչներ սահմանափակ ազատության մեջ, ասենք, Սամվել Կարապետյանը սահմանափակ ազատության մեջ է գտնվում, այսինքն տնային կալանքի մեջ է գտնվում, Անդրանիկ Թևանյանին են կալանքի ռեժիմ տվել մեր գործընկեր, ասենք, Խաչիկը Գալստյան, ենթադրենք տնային կալանքի մեջ, Ալեն Ղևոնդյանին խոսքի ազատությունը սահմանափակեցին։ Այո, որպես այդում նաև հոգևորականները, Թեպետ Միքայել եւ Բաղդադ Սրբազանները ազատության մեջ են, բայց այնուամենայնիվ նրանց նկատմամբ նույնպես կիրառված է սահմանափակում։ Հիմա որ փորձենք իրար հետ այդ մարդկանց անունները հիշել, հաստատ մեր եթերաժամանակը ինչքան որ նախատեսված է, հաստատ չի բավականացնելու, եթե փորձենք այդ մարդկանց հիշել։ Հենց այդպես նպատակը այն է, որ առաջին հերթին նախ եւ առաջ ընդդիմախոսություն չլինի այն ինչ որ իրենք պատրաստվելու են անեն, որովհետև երբ որ դրեցին սահմանադրության օրակարգի, իրենց սահմանադրությունը որ բերեն մեր վզին փաթաթեն, այդ ժամանակ իրենք պետք է սկսեն ինչ որ բաներ անել, հիմնավորումներ գտնել, ինչ որ լավ բաների մասին խոսել, որ այս սահմանադրությունը լավ է լինելու, այս լավ բանը կա եւ այլն, եւ նրանց հակառակ խոսացողներ պետք է չլինեն։ Հետո տարբեր քաղաքական ուժերի առաջնորդներին կամ առաջնորդական այդպես պոտենցիալ ունեցող մարդկանց են տանում, հույս ունենալով, որ օրինակ կքանդվի, անգործունակ կդառնա, օրինակ ասենք իրենց նպատակներից մեկն էլ նաեւ որ մեր Հայ-ԱԿՎ-ն էլ անգործունակ դառնա, որ քանդվի, փլուզվի, բայց իրենք բնականաբար սխալվում են, էլի մենք օրինակ այնպես են կարել, որ իհարկե առաջնորդի հանգամանքը շատ կարևոր է եւ շատ ծանր է մեզ համար մեր համակարգողի բացակայությունը, Ավետիք Չալաբյանի։ Դա այնուամենայնիվ շարունակում է իր գործը։ Մենք այնպիսի բանով ենք, այո, այնպիսի կառուցվածք ունենք, այնպիսի պայմանավորվածություններ ունենք, այնպիսի գործունեության նորմեր ունենք, էթիկա ունենք, որ մեր պարագայում որ այդ չփլուզվի, հա, չփլուզվի, փլուզումներ տեղի չունենան։
Էս է հիմնական եւ երկրորդը նաեւ վախի մթնոլորտ տարածելը, որ գիտեք նյուանսների մեջ շատ չխորանանք, բայց յուրաքանչյուր մարդ էլ որ խոսում է, դրա համար ինչ որ գին է վճարում։ Աշխատանք է կորցնում, ազատությունն է կորցնում, ընտանիքին են կպնում, ընտանիքի անդամն է աշխատանք կորցնում եւ այլն, եւ այդ ամեն ինչը ճնշում է, ազդում է հոգեբանորեն։ Եվ մնացածը այդ ամեն ինչը տեսնելով իրենք էլ աշխատում են չխոսեն, աչքները քաշած ապրեն։ Այսինքն վախի մթնոլորտ ոչ միայն քաղաքական ուժերի, այլ նաև ընդհանրապես հանրության շրջանում, իհարկե, տերոր է, էլի այսպես ասած։ Եվ արդյունքում ինչ է ստացվում։ Արդյունքում ունենում ենք մի իրավիճակ, երբ որ երկրում քաղաքականություն չի լինում, այսինքն անում են ամեն ինչ, որ երկրում չլինի քաղաքականություն։ Հա, քաղաքականությունը, որովհետև այս չի ինչ որ մենք տեսնում ենք, սա քաղաքականության աղճատված, նենգափոխված վիճակն է, քաղաքականությունը ենթադրում է մասնակցություն, ենթադրում է որոշակի կանոններ, ենթադրում է մրցակցություն եւ ոչ թե գաղափարների գեներացում, իհարկե, գաղափարների բախում նաեւ, սակայն այն բախումը, որ մենք տեսնում ենք, այս ոչ թե գաղափարների բախում է, այլ իմ պատկերացմամբ, իմ համոզմամբ ավելի շուտ իշխանությունը ամբողջ իր ռեպրեսիվ գործիքակազմը կիրառում է ոչ թե գաղափարական քաղաքական պայքար ծավալելու ընդդիմախոսների դեմ, այլ պարզապես լրացնելու, բանտարկելու Մեզ դիտողները մի քիչ ներողություն որ խնդրենք, էլի մի փոքր այսպես մասնագիտական բան խոսենք, էլի մի քիչ պատմական ժամանակով նայենք։ Այդ բառը քաղաքականություն որ ծագել է կոնկրետ ինչ որ միտեղ ամբողջ աշխարհում միաժամանակ չի ծագել։ Պոլիտիկա բառը ծագել է Հունաստանում, որտեղ կային պոլիսներ, որտեղի բնակչությունը այսպես տղամարդկանց մասին է խոսքը հիմնական այդպես, ովքեր որ ունեին սեփականություն, հող եւ զենք վերցնելու բան ունեին, հնարավորություն ունեին, այո։ Գույքային ցենզ ունեին, նրանք մասնակցում էին պոլիտիկայով, չէ, քաղաքականությամբ, քաղաքի պոլիսի կառավարման գործերով։ Իսկ այդ պոլիսի կառավարումը որպես կանոն, ինչպես որ դուք ասացիք, Կանոն ջան, տեղեր ունենում հենց մտքերի, գաղափարների մրցակցության, բախման դրա համար են, չէ, ասենք սոփեստներ էին հանդես գալիս, մարդկանց կրթում էին, խոսել էին, սովորեցնում, որպեսզի կառավարումը հիմնված լիներ ոչ թե վախի վրա, ինչպես որ արևելյան երկրներում էր, հին արևելյան բռնապետական երկրներում էր, այլ խոսքի համոզման վրա։ Իսկ այսօր որ նայում ենք, համեմատում ենք Հայաստանի քաղաքական համակարգը մեզնից 2500 տարի առաջվա հին հունական պոլիսային համակարգից շատ այն ժամանակ մարդիկ ժամերով ելույթ էին ունենում, չէ, հռետորական արվեստներ մեծ զարգացում ապրած, նույնիսկ ոչ միայն Հունաստանում, այլ որ ուսումնասիրում ենք պատմությունը, հռոմեական կայսրությունում սենատում մարդիկ կարող էին 12 ժամ ելույթ ունենալ եւ փորձել դրանով իրենց ճշմարտացիությունը երևի, բայց ելույթների միջոցով, չէ, ի վերջո ելույթի միջոցով, չէ, բռնապետ կատիլինային, որ ինչպես որ բան արեցին, չէ, տապալեցին հայտնի Ցիցերոնը ելույթի միջոցով իր խոսքի համոզչության միջոցով կարողացավ տապալել այդ ժամանակում, ասենք այդ բռնապետական բանով նույնիսկ Հուլիոս Կեսարը իր քաղաքական մուտքը ոնց սկսեց, ասենք դատի տալով, եթե չեմ սխալվում, Դոլաբելային Կիլիկիայի նահանգի կառավարչին շփոթենք էլի հայկական Կիլիկիայի հետ, հին հռոմեական կայսրության 12 ժամ, եթե չեմ սխալվում, ելույթ ունեցավ, չէ՞։ Բայց Նիկոլ Փաշինյանը ավելի արդյունավետ ճանապարհ է գտել, չի 10 ժամ ելույթ, եթե կարող եմ հրանგი չեսնել, որ կալանավորեք ու վերջ։ Այս պատմական էքսկուրս անելու իմաստը այն էր, որ քաղաքականությունը փաստորեն այն չէ, ինչ որ այսօր տեսնում ենք, ու այսօր Հայաստանում փաստորեն քաղաքականություն չկա, կամ պայմանականորեն կարելի ասել քաղաքականությամբ զբաղվում է մեկ մարդ, եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Եվ ինքը չի թողնում, ինքը իր բռնություններով, պետական համակարգը օգտագործելով, ռեպրեսիվ համակարգը օգտագործելով չի թողնում, որ քաղաքականությամբ զբաղվեն ոչ ոք բացի իրենց, ինքն է միայն զբաղվում քաղաքականությամբ։ Սա հին արևելյան տիպի գոնե ֆորմալ առումով գործընթացները պետք է, էլ եմ ասում, գոնե ֆորմալ առումով ունենային տեսք, որը որոշակի կհամապատասխաներ օրինակներին, օրենքին։ Օրինակ նայեք, ընտրությունները Հայաստանում տեղի ունեցավ իմ գնահատմամբ աննախադեպ մի երևույթ, սովորաբար որը նույնիսկ ընտրակեղծիկ անվանելն է դժվար, որովհետև նայեք, սովորաբար ընտրակեղծիկը միտված է լինում կամ այս ուժին ձայները նվազեցնելուն, կամ այս ուժի ձայները ավելացնելուն, չէ՞։ Բայց այն ինչ տեղի ունեցավ Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ, դա նույնիսկ ընտրակեղծիկ անվանելն էլ դժվար, որովհետև մարդուն փաստորեն բառացի ասին ճիշտ է, դու հաղթահարել ես անհրաժեշտ շեմը, ձայները ավելացել են, բայց դու չես անցնելու։
խորհրդարան, չես անցնելու ու վերջ։ Հիմա այս երևույթը, ասենք նոր երևույթ է ընդհանրապես ընտրական process-ներում Հայաստանի մասին է խոսքս։ Հիմա ուր է ինչ արմատներ ունի այս երևույթը, ես չգիտեմ, քիչ դժվարանում եմ բացատրել նման տապորային մեթոդաբանությունը, երբ որ ասում են դու թեպետ հաղթել ես, շեմը հաղթարել ես, բայց դու չես լինելու խորհրդարանում։ Այո, դա գիտեք ինչ, դա ընտրակեղծիք չի, դա խախտում չի, դա պարզապես իշխանության, պետական իշխանության ուզուրպացիա է, սա սահմանադրության երկրորդ հոդվածի կոպտագույն ձևով ոտնահարում է, սահմանադրությունը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ժողովուրդը իշխանությունը իրականացնում է հանրաքվեների ընտրությունների միջոցով, իշխանության յուրացումը մարդու կազմակերպության կողմից հանցագործություն է։ Ինչ է տեղի ունեցել։ Գագիկ Ծառուկյանը, երբ որ փաստացի նայում ենք եւ Բարգավաճ Հայաստանը ապահովել է 4% շեմը։ Ապահովել է թե չի ապահովել, երբ որ հաշվում ենք։ Այո, ապահովել է։ Ճիշտ է, ասենք 4.4 չի եղել գուցե, բայց 4% շեմը ինքը փաստացի ապահովել է։ Եվ ինչ են արել, դրել են այն տեղամասերում, որտեղ ինքը շատ ձայներ է ունեցել կետկուսակցությունը։ Այդ տեղամասերում արդյունքները հայտարարել են անվավեր, չեղյալ, որից հետո վարչական դատարանը եզրակացություն է տվել, որ եթե չեղարկվել է, անվավեր է համարվել, պետք է տեղի ունենա վերաքվեարկություն, այսինքն մարդիկ 3000 թվով մարդ մոտավորապես գնացել է եւ ընտրական իրավունք է իրականացրել, սահմանադրական իրավունք է իրականացրել։ Ու այդ սահմանադրական իրավունքը կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդպես գրչի մի հարվածով ինչ անում, ոտնատակ է տալիս։ Ինչ որ մի հատ այդպես աճպարար բան մտածելով, տակտիկական քվեարկություն եւ այլն, այդ ամբողջը զառանցանք է, եւ շատ հեղինակավոր մասնագետներ էլ այդ մասին խոսել են։ Ընդհանրապես Վենետիկի հանձնաժողովի երաշխավորությունների հետ կապ չունեցող ինչ որ մի մեկնաբանություն են արել, անհեթեթ ինչ որ մեկնաբանություն են արել, եւ ինչ է փաստորեն ստացվում, որ Վահագն Հովակիմյանը այսօր պետական համակարգի որոշ, այսպես ասենք, պետական համակարգ է ձևափոխում։ Ինքը լինելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, ստանալով ցուցում, սա իմ ենթադրությունն է, բնականաբար շատ ողջամիտ ենթադրությունն է, ոչ թե ընտրակեղծիք է իրականացնում, այլ փաստորեն պետական համակարգ է ձևախեղում, որը բերում է իշխանության ուզուրպացիայի։ Արդյունքում ԲՀԿ-ն զրկվում է մանդատներից եւ քաղաքացիական պայմանագիրը 3 ազգային ժողովում 3/5 մանդատների տեր է դառնում եւ կարողանում է նշանակել դրանով գլխավոր դատախազ, անկախ պետական մարմինների ղեկավարներին, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, ռադիոհեռուստատեսային հանձնաժողով եւ այլն մնացած բոլոր, ասենք, մարդու իրավունքների պաշտպան, բարձրագույն դատական խորհուրդ, այսինքն ամբողջ պետական համակարգի սյուները, որոնք ցավոք է սահմանադրության շնորհիվ այդպես վերապահված են ազգային ժողովի 3/5-ին, այդ 3/5-ին տիրանում են ապօրինաբար։ Հիմա արդյոք դա մարդկանց ընտրական իրավունքի խոչընդոտում չէ, այն մեղադրանքը, ինչը որ ներկայացված է Ավետիք Չալաբյանին։ Չէ՞, Չալաբյանը ներկայացված է, որ իբր նա մի խումբ անձանց հետ ինչ որ պաշտոնական դիրքի չարաշահմամբ խոչընդոտել է մարդկանց ընտրական իրավունքը, բայց հիմա այս պարագայում եթե նա պարզապես մեղադրանք է, որը դեռ ապացուցման կարիք ունի, սա փաստ, որը ապացուցված է։ Իհարկե։ Ես չխորանամ գործի փաստական հանգամանքների մեջ, որովհետև հիմա տեղի ունենում նախաքննություն։ Ես զուտ այն հայտարարությունն եմ ասում, որը հրապարակված է քննչական։ Շատ ճիշտ եք ասում, որովհետև եթե գնանք այդ դետալների վրա, պետք չի մտնենք նախաքննության ոնց որ բանը դաշտը։ Ծայրից ծայր սուտ է, այն ինչ որ վերագրվում է, ծայրից ծայր սուտ է, կարված է, եւ Ավետիք Չալաբյանը նաեւ ոնց որ ասած հենց ընտրական իրավունքը պաշտպանելու համար են իրեն այդպես անում։ Այսինքն մենք գիտեք, որ տեղական ինքնակառավարման մարմինների նախորդ ընտրությունների ժամանակ Գյումրիում, Փարաքարում, Վաղարշապատում շատ ակտիվ որպես հայակվեն, որպես
ազգային քաղաքացիական միավորում, շատ ակտիվ դիտորդական առաքելություն ենք իրականացրել, ամենամեծ դիտորդական առաքելությունն ենք եղել, իրականացրել ենք շատ արդյունավետ դիտորդական առաքելություն, իսկապես պաշտպանել ենք քաղաքացիների ձայնը, եւ դրանից հետո մի քանի ամիս առաջ, ապրիլ ամսին, թե մարտ ամսին էր, ազգային ժողովը ելի այդ 3/5-ով ընտրական օրենսգրքի մեջ այնպիսի փոփոխություններ է կատարում, որպեսզի մենք, կոնկրետ մենք չունենանք այլ դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորություն կամ շատ են սահմանափակում դա եւ իշխանական падգամավորները հենց այդ մասին էլ մեր անունն էլ տալիս էին մեր կազմակերպության։ Շատ պարզ երևում էր, որ մեր դեմ օրենք են ընդունում, օրենքի մեջ փոփոխություն են կատարում։ Եվ այս ընտրությունների ժամանակ մենք ոչ թե դիտորդական առաքելությամբ հանդես եկանք, այլ այստեղ մենք հայտ էինք ներկայացրել մասնակցելու ընտրություններին, այդ մասնակցությունը մեր պարագայում եղավ ուժեղ Հայաստան դաշինքին սատարելու ձևով։ Մենք ոչ ցուցակի մեջ ենք մտել, ոչ բան ենք։ Մենք պարզապես իշխանափոխության հանգամանքը կարևորելով որոշեցինք աջակցել այն ուժին, որը ամենաշատ հնարավորությունը ունի իշխանափոխություն իրականացնելու եւ 200-ի կարգի տեղամասերում մեր վստահված անձինք, մեր անդամները, ովքեր որ ուժեղ Հայաստանի վստահված անձ են որպես հանդես եկել, պաշտպանել են ոչ միայն ուժեղ Հայաստանի շահերը, այլև ընդհանրապես ընտրական իրավունքը, որովհետև այո, դա մեզ մոտ դա սկզբունք է, մենք չենք ասում, գիտես ինչ, եթե մենակ երրորդ համարի քվեաթերթիկի հետ կապված խնդրեմ եղի, միջամտի ոչ, առհասարակ ենք ասում, մենք սկզբունք ենք բանարել, անգամ եթե նույնիսկ ասենք, եթե ԿՊ-ի 16-ն էլ լիներ, ասենք, բայց զգանք այստեղ անարդ բան է, արդար որոշում չի կայացվում, մենք պետք է արդարության հիմա մենք պաշտպանել ենք քաղաքացու ընտրական իրավունքը, որի համար պատժում են մեզ։ Պարոն Սողոմոնյան, 7 ուժեր դիմել են սահմանադրական դատարան։ Սահմանադրությունների հետ կապված, որպեսզի չեղարկվի ընտրությունները, անվավեր ճանաչվի։ Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին, որքան հիշում եմ, պետք է հրապարակի իր վճիռը։ Որոշ քաղաքական շրջանակների կողմից, չգիտեմ, հույս ասեմ, թե ինչ տեսակետ ասեմ, սակայն հնչում է նման մոտեցում, որ չի բացառվում, որ սահմանադրական դատարանը այնուամենայնիվ հայտարարին անվավեր այս ընտրությունները մոտավորապես դա փորձում են կապել նրա հետ, որ Նիկոլ Փաշինյանը չի ստացել իր ուզած քվեն, իր ուզած տոկոսները, չի կարողացել ձևավորել սահմանադրական մեծամասնություն եւ չի բացառվում, որ նոր ընտրություններով Նիկոլ Փաշինյանը փորձի հասնել այդ սահմանադրական մեծամասնության ձևավորմանը։ Այնուամենայնիվ ինչ եք կարծում, հնարավոր է սահմանադրական դատարանը անվավեր ճանաչի ընտրությունները։ Ես ինքս մի քիչ իրատեսական չեմ համարում, սակայն այնուամենայնիվ քաղաքական մոտեցում է, որը արժի քննարկել, որովհետև քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում։ Գուցե եւ ինչ որ գանք մի հանգրվանի, որ մենք մոտ ապագայում մասնակցենք նոր արտահերթ ընտրությունների։ Իրատեսական չեք համարում, բայց այդուհանդերձ անհրաժեշտ եք համարում այս հարցը բարձրացնել, ճիշտ է։ Որովհետև շրջան նախ, որովհետև գործընթացը տեղի ունենում, որովհետև հուլիսի 4-ին պետք է վճիռը կայացվի սահմանադրական դատարանի։ Հիմա միանշանակ որ ասենք միևնույն է, իմ համոզման վճիռը կայացված է արդեն։ Ուղղակի սպասվում են գործընթացի ավարտին, որ կարդան։ Սակայն այդ տեսակետը հնչում է ընդդիմադիր շրջանակներից, որ գուցե եւ ինչ-ինչ հանգամանքներ հաշվի առնելով սահմանադրական դատարանը այնուամենայնիվ անվավեր ճանաչի ընտրությունները։ Սահմանադրական դատարանը սահմանադրությամբ վերապահված լայն հնարավորություններ, իրավասություններ ունի այս խնդիրը կոնկրետ լուծելու առումով։ Որովհետև սահմանադրությունը սահմանադրական դատարանին վերապահում է ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերի լուծում։ Մենք հասկանում ենք, որ սահմանադրական դատարանի անդամների հետ կապված կամ նրանց մի մասի հետ կապված անունազգանուններ չնշենք, կան վերապահումներ։ Օրինակ, լավ, մի անուն նշեմ ամեն դեպքում։ Երկու հոգի ինքնաբացարկ չէ, բացարկ է եղել երկու հոգու հետ կապված։ Վլադիմիր Վարդանյանը, Արտակ Զեյնալյան։ Արտակ Զեյնալյան, այո, որ։ Եվ նաև, բայց այնտեղ օրինակ Սեդա Սաֆարյանն էլ կա, չէ՞ որ նախորդ ընտրությունների ժամանակ Շիրինյան Բաբաջանյան դաշինքի երրորդ համարն է։ Բայց հիմա մասնակցել է։ Հիմա արդեն սահմանադրական դատարանի որպես անդամ է։ Մենք գիտենք, որ այո, այստեղ սահմանադրական դատարանի անդամների
մեծ մասը, արդեն մեծ մասը, այս անդամների մեծ մասը ընտրվել են փաստացի բացառապես քաղաքացիական պայմանագրի խմբակցության կողմից։ Դա ռիսկեր ստեղծում է, բնականաբար ռիսկեր ստեղծում է։ Դա քչացնում է հավանականությունը, որ արդար օբյեկտիվ որոշումներ կկա։ Այո, քչացնում է հավանականությունը։ Բայց դա նշանակում է արդյոք, որ այդ կարևորագույն գործիքից չպետք է օգտվել, այդ կարևորագույն գործիքը այս վեճի լուծման պետք է անտեսել, ոչ։ Անկամ այստեղ շատ կարևոր է նաև այն մեկնաբանությունները, այն ձևակերպումները, որով որ եթե փորձելու են սվաղել այս վեճը իրենց ուսերից գցելու այդ Պիղատոսյան որոշումը, անգամ այդ մեկնաբանությունները կարևոր են լինելու հետագայի համար նաև եւ այդ մարդիկ նաև հենց հիմա որ մենք խոսում ենք նաև նրա համար, որ այդ մարդիկ, ովքեր այդ որոշումները կայացնելու են, իրենք գիտեն, որ ակնհայտ խախտում է տեղի ունեցել, որ ակնհայտ հանցագործություն է տեղի ունեցել եւ իրենք ունեն պոզիտիվ պարտականություն ուղղելու իրավիճակը, շտկելու իրավիճակը, մարդկանց ընտրական իրավունքը իրացնելու։ Կանեն դա փառք ու պատիվ իրենք կապացուցեն, որ Հայաստանում այդպես պետությունը վերջնականապես ուզուրպացված չէ։ Չեն անի տարբեր նկատառումներից ելնելով։ Սա մեզ համար մենք կունենանք որպես արձանագրված։ Իսկ ինչ է փոխել արձանագրությունը մեր քաղաքական կյանքում։ Ասենք արձանագրեցինք, ամոթանք տվեցինք։ Չէ, դե մենակ ամոթանք տալով ոչի։ Դե կգա ինչ որ ժամանակ եւ կլինեն ըստ էության, ես դրա նեղ մասնագետը չեմ, բայց կլինեն ըստ էության իրավական գործընթացներ։ Չեն լինի արդյոք իրավական։ Եթե ուղիղ պարտականությունը չի կատարվում, բայց ու այդ պարտականությունը կներեք վերաբերվում է շատ կարևոր մի բանի։ Դա իրավական գործընթաց չի առաջացնելու։ Միանշանակ առաջացնելու է, սակայն որպեսզի որևէ իրավական գործընթաց սկսի, նախ դրա համար անհրաժեշտ է փոխվի իշխանությունը։ Հիմա իսկ մենք ինչպես ենք փոխելու իշխանությունը, ինչ գործիքա կազմով։ Մենք խոսքս հիմա տվյալ պահին ընդդիմադիր այն ուժերի մասին է, ովքեր որ հայտ էին ներկայացրել եւ առ այսպա դեռ գործընթացը չի ավարտվել, ընթանում է, ինչպիսի գործիքա կազմով է ի վերջո հնարավոր հասնել իշխանափոխությանը, խոսքս իհարկե բացառապես օրենքի շրջանակներում է, որովհետև մենք հիմա ապրում ենք այնպիսի որ ժամանակներում, որ կարող են մեր հաղորդումը վերցնելու այնպես կրճատեն, մոնտաժեն, որ երկուսս էլ անմիջապես հաղորդումից հետո հայտնվենք բանտում։ Հիմա շեշտենք հավելյալ անգամ օրենքի շրջանակներում ինչպիսի գործիքա կազմով է հնարավոր հեռացնել իշխանությունը։ Այստեղ ես կցանկանայի ավելի շատ խոսել պայմանների մասին, նախադրյալների մասին։ Ավելի կարևոր է իշխանափոխության իրականացման համար ոչ այնքան իմ կարծիքով գործիքակազմը, որքան պայմանները, նախադրյալները, որովհետև process-ը, որ տեղի է ունենում, այդ գործիքը աշխատացնող գործիքն է։ Ոնց որ մեքենայի ստարտերը, հա, բայց եթե քո մեքենայի մեջ բենզին չկա, ենթադրենք, հա, կամ անիվները բացակայում են, դու չես կարող այդ մեքենան բանել։ Հիմա հասկանանք նախադրյալների վերաբերյալ։ Այս իշխանությունները գործում են Հայաստանի Հանրապետության համար աշխարհաքաղաքական շատ աննպաստ մի իրավիճակում։ Այդ աննպաստ իրավիճակում ոչ թե իրենք անում են ամեն ինչ, որ այդ աննպաստ իրավիճակին, օրինակ ասենք, պատասխանեն Հայաստանի Հանրապետության լավագույն շահը առաջ տանելով, այլ իրենց իշխանությունը զուտ պաշտպանելով, իրենց իշխանությունը պահանջելով, ինչ զիջում որ պետք է պետության ու ժողովրդի հաշվին կտանք, դրա համար իրենք դրսին ձեռնտու իշխանություններ են։ Սա կարևորագույն պայմանն է։ Ես կարծում եմ, կարևորագույն նախադրյալն է, դրա համար իրենք շարունակում են մնալ իշխանության մեջ։ Մնալ, որովհետև իրենք ձեռնտու են, որովհետև իրենք պետք են, որովհետև իրենց ղեկավարած Հայաստանը թույլ օղակ է, անում է ցանկացած զիջում եւ բոլորի համար ձեռնտու է, ոչ մեկի համար գլխացավանք չի ստեղծում, բայց հայ ժողովրդի հաշվին, շահերի հաշվին զիջումներ է տեղի ունենում։ Երբ որ կփոխվի աշխարհաքաղաքական իրավիճակ, կփոխվեն նաև պայմանները։ Դա արդյոք ենթադրում է, որ մենք պետք է ձեռքներս ծալած նստենք, ոչ։ Աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունը, չեմ ասում գլոբալ փոփոխությունը կամ այդպես
շեշտակի կտրուկ փոփոխությունը կախված չէ մեզանից շեշտակի փոփոխությունը, բայց որոշակի փոփոխությունը, որոշակի սիգնալները, որոշակի իմպուլսները այո մեզանից կախված են։ Մեզանից ասածը ընդդիմությունից, քաղաքացիական հասարակությունից կախված են։ Այ հիմա ոնց որ արդեն պետք է քննարկենք հաջորդ թե բա ինչ անենք այդ դեպքում, ինչ պետք է անել այդ դեպքում։ Այդ դեպքում սա առաջին կարևորագույն բանը, որ իրական ամբիցիաներից դուրս անվստահությունները հաղթահարող ինչ որ մի հատ պլատֆորմ է անհրաժեշտ ստեղծել։ Ցավալիորեն ամբիցիաները մշտապես եղել են մեր քաղաքական դաշտի ցավոտ մասերից մեկը։ Միշտ խոսվել է, որ մենք պետք է ամբիցիաները մի կողմ դնենք եւ գործենք հանուն էս ինչ գաղափարի, բայց երբ որ եկել է միավորման պահը գործելու ժամանակը, պարզվել է, որ մեր ամբիցիաները ավելի զորեղ են, որպեսզի կարողանանք մի կողմ դնել։ Ես կարծում եմ, որ բաց անկեղծ կոմունիկացիան հնարավոր է որոշ խնդիրներ լուծի։ Եթե ես եւ դուք իրար հետ խոսենք ու ես ձեր ամբիցիան խորքային առումով իմանամ, դուք իմ ամբիցիան խորքային առումով իմանաք, գուցե մենք կարող ենք իրար ինչ-որ բաներ, հա, էլ ինչ-որ բաներ առաջարկել, փոխարինող ինչ-որ բան առաջարկել։ Դեվ քաղաքականությունը իրականում, ասենք, քիչ հնարավորի արվեստն է, այսպես ասած։ Չէ, ինչի՞ մի քիչ, ամբողջովին հնարավորի արվեստն է, եթե մենք քաղաքականությունը հասկանում ենք այնպես, ինչպես որ արկա էր հին Հունաստանում։ Այո։ Իրա բառի բուն իմաստով ենք, եթե մենք այդպես հասկանում։ Ես կարծում եմ, որ հնարավոր է։ Այսօր, չգիտեմ, դեռ խոսենք չենք խոսի մանդատների հարցին, կարծես թե մի փոքր հուսադրող բան ես տեսնում եմ, որ խորհրդարան անցնող ընդդիմադիր ուժերի մեջ տենց ինչ-որ լուրջ տարաձայնություններ, բաներ, ասենք, չկան։ Եզրեր հնարավոր է գտնել։ Հա, բայց մենակ խորհրդարանը բավական չի։ Մենակ խորհրդարանը բավական չի։ Արտախորհրդարանական դաշտում էլ կան։ Գուցե կշռով փոքր ուժեր են, բայց քաղաքական, այո, լայն կոնսոլիդացիա, քաղաքական միտք գեներացնող առաջարկ մեր Հայաստանի շահերից, հայ ժողովրդի շահերից բխող առաջարկ, հետաքրքիր առաջարկ եւ դրսին եւ ժողովրդին, ես կարծում եմ, որ լայն կոնսոլիդացիայի միջոցով հնարավոր է գեներացնել։ Իսկ այդ հետաքրքիր եւ իրատեսական առաջարկ արդեն կարող է հենց այդ իմպուլսը լինել, որ որոշակի փոփոխություն մենք ինքներս փորձենք փոփոխության իմպուլս տալ մեր երկրի շուրջ ձևավորված այդ աշխարհակաղակական իրավիճակի։ Մի հարց ասեցի վերջի հատվածը կներեք։ Մի հարց էլ քննարկենք մանդատների հետ կապված, նայեք, տեսակետները բաժանվում են երկու մասի։ Մի մասը գտնում է, որ պետք է մանդատները վերցնել եւ օգտագործել խորհրդարանական լծակները եւ այլն, մյուս մասը գտնում է, որ այդ մանդատները վերցնելը որևէ օգուտ չի տա, արդեն ունեցել ենք փորձը 2021 թվականին ընդդիմությունը մտավ խորհրդարան, սակայն այնուամենայնիվ չկարողացավ հասնել գլխավոր հարցի լուծմանը եւ գտնում են, որ պետք է գեներացնել փողոց։ Կա իդեպ նաեւ երրորդ մոտեցումը, որ կարելի է վերցնել մանդատները եւ միաժամանակ գեներացնել նաեւ փողոցը։ Հիմա դուք որ տեսակետին եք ավելի հակված վերցնել մանդատները, թե չվերցնել մանդատները, որովհետեւ մի վերջին նկատառում եւս, որովհետեւ նայեք, ստեղծվել է բացառիկ մի իրավիճակ, երբևէ նման իրավիճակ Հայաստանում չէր եղել։ Մշտապես ընդդիմությունն էր մեղադրում իշխանությանը, որ այս իշխանությանը տվյալ օրվա իշխանությունը ձևավորվել է ընտրակեղծիքների միջոցով, հետեւաբար լեգիտիմ չի։ Դա բացառիկ իրավիճակ է, երբ իշխանությունն է մեղադրում, նաև իշխանությունն է մեղադրում ընդդիմությանը, որ ընդդիմությունը լեգիտիմ չի, ընտրվել է ընտրակաշառքով, ընտրակեղծիքներով։ Այսինքն ստացվում է երկու կողմը երկուսին մեղադրում են ոչ լեգիտիմ լինելու մեջ եւ երբ որ արդյունքում վերցնում են մանդատները եւ գնում են խորհրդարան, ապա մենք ունենում ենք ամբողջովին ոչ լեգիտիմ խորհրդարան։ Նա նրան է համարում ոչ լեգիտիմ, նա նրան է համարում ոչ լեգիտիմ։ Հիմա այս հարցի այդ հանելուկը ո՞նց ենք լուծելու։ Լուծումը միանշանակ չի եւ լուծում առաջարկելու համար նաեւ շատ ինֆորմացիաներ են անհրաժեշտ։ Այն ինչ որ դուք նշեցիք, շատ լավ էր էլի, որ տենց մի քանի տարբերակով նշեցիք, եթե ապաներ են։ Հիմա մարդիկ, որ դժգոհում են օրինակ, հա, մանդատ վերցնելու պատրաստակամությունից ունեն դրա հիմքը, այո, ունեն դրա հիմքը։ Ինչն է դրա հիմքը? Դրա հիմքը նախորդ խորհրդարանի օրինակն է, փորձն է, որտեղ ունեցել ենք, ասենք, օրինակ, ակտիվ падգամավորներ, որտեղ ունեցել ենք շատ пассив падգամավորներ ընդդիմադիր դաշտից, որոնց երեսը չենք էլ տեսել, ոչ մի
օրենսդրական նախաձեռնությամբ կամ բանով հանդես չեն եկել, ունեցել ենք դեպքեր, որ ճամբարափոխություն է եղել ընդդիմությունից իշխող, ունեցել ենք այդպիսի դեպքեր, հետեւաբար մարդիկ երբ որ մտածում են իրենց կոգնիտիվ հնարավորությունները, իրենց իմացածի շրջանակներում ու տեսնում են, որ այսպիսի խնդիր կա, տեսնում են պոտենցիալ այսպիսի խնդրի այս մի խորհրդարանում, այո, տեսնում են, որովհետեւ տեսնում են եւ փորձառու մարդկանց են տեսնում, բայց նաեւ շատ ոչ փորձառու մարդկանց են տեսնում ու դժվար է։ Տեսնում են, որ օրինակ ասենք Ռուբեն Ռուբինյանը եւ Վահագն Ալեքսանյանը հեսա որ գալու են նստեն նախագահությունում, իրենք էլ որպես կոնֆլիկտային մարդիկ, այդպես սադրող, սադրանքներ իրականացնող, կռիվներ սարքող մարդիկ, հասկանալի է, չէ՞, որ քաղաքացիական պայմանագիրը Փաշինյանը փորձելու է հաջորդ պարլամենտը այդպես դարձնի թամաշաների բան նորից։ Դա արդեն ներողություն մի բան ընդհատելու համար արդեն սպառնալիքները հնչում են, որ եկեք մի հատ խորհրդարան, եկեք տեսեք ձեզ ինչ են կանելու։ Այս պարագայում հասկանալի է, չէ, որ իսկապես սրտով ընդդիմադիր ընտրողներին, ընդդիմադիրների հաջողությունը ցանկացողների համար ոչ շահեկան ակնկալիքներ են ձևավորվելու։ Եթե պետք է այդպեսին լինի, այդ եթեն է, ես հիմա այդ եթեի պատասխանը չունեմ, որովհետև ինչքան էլ մենք աջակցել ենք, օրինակ ասենք ուժեղ Հայաստանին, բայց բաներ կան, որ ես դրանց պատասխանները չունեմ։ Դա իրենց ներքին որոշումներն են, իրենք թե ոնց են անելու։ Գնալու են նիստերին, չեն գնալու են, ասենք ինչ-որ սոցիալ-տնտեսական հարցերի վերաբերյալ բաներ են տալու Փաշինյանին կամ ինչ-որ սուր հարցեր են տալու Փաշինյանն էլ օլոմ բաներ է անելու, ֆրցնելու է այդպես իրենց վրա էլի նորից նախկին ներկա ինչ-որ sense բաներ է տեղի ունենալու։ Եթե այդպեսին է լինելու ու մանավանդ նաև որ այստեղ նաև սոլիդարության հանգամանք էլ կա Բարգավաճ Հայաստանի ձայների հետ կապված, հասկանալի է, որ եթե այդպեսին է լինելու, այդպես է տրամադրությունը, այդպես է բանը, չգիտեմ, իմաստ չունի գուցե, հա, բայց միևնույն ժամանակ, եթե այդպեսին չի լինելու, ենթադրենք, մի քիչ այլ տեխնոլոգիաներով է լինելու, շատ հարցերում, չգիտեմ, անտեսելու են, կամ եթե գնալու են, մտնելու են, ապա բոլորը խոսելու են իրենց, ասենք, հայտարարությունների ժամերին, այդ խոսքը շատ սուր է լինելու, օգտվելու են ինչ-որ, ասենք, նորմալ կայացած փորձագիտական, ասենք, դաշտի, ենթադրենք, խորհրդատվությունից, եթե դրան զուգահեռ, օրինակ, ասենք, մանդատները վերցնելուն զուգահեռ, ձևավորվելու է այդ պլատֆորմը, որի մասին, որ ես նշեցի, այսինքն քաղաքական մի հատ մեծ պայքար է ընթանալու, այդ պայքարի մի հատ արենան, եթե լինելու է ազգային ժողովը, այդ պայմանն ենք եթե դիտարկում, ու նաև ինստիտուցիոնալ որոշակի լծակներ են իրենց ձեռք լինելու, որովհետև տարբեր երկրներում էլ չէ, ասենք իշխանություններ են փոխվելու, կոնտակտներ պետք է հաստատել, ասենք մի բան է, որ ես որպես ուղղակի կուսակցության կամ ասենք ինչ-որ հանրային նախաձեռնության մարդ գնամ ինչ-որ մի երկրի մայրաքաղաք ինձ կարող է չընդունեն կամ կարող է հազիվ ընդունեն, բայց մի բան է, որ ասենք падգամավորը գնա այնտեղ, падգամավորին կընդունեն։ Հա ինստիտուցիոնալ որոշակի առավելություններ են։ Եթե այդ ամեն ինչը պլանավորվում է ու պլանավորվում է, որ նաև որ ասում էի, որ աշխարհաքաղաքական իրավիճակ փոխելու իմպուլսներ տրվի, այդ հետաքրքիր առաջարկը փոխանցելու հնարավորություններ լինի, այսինքն պարլամենտի անդամը վեր կենա, գնա, խոսա, ակտիվ դրսում քաղաքականություն իրականացնեն, որ այնտեղ որոշումների ընդունման կենտրոնների վրա ազդեցություն ունենան, այդ դեպքում իհարկե իմաստ ունի վերցնելու։ Բայց քանի որ ես չգիտեմ ճիշտ ասած ինչպիսին է տրամադրությունը, ինչպիսին է որոշումը, դրա համար կոռեկտ կհամարեմ, որ այս պահին բան անել, ձեռնպահ մնալ, իրավիճակի վերաբերյալ դատողությունները հետագայում անել։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Մեդիահաբի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաքվե միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի հետ։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։